Սկսեցինք Էդգար ջան, շատ ուրախ եմ, որ դու որոշեցիր մեզ միանալ, Նայրային եւ ինձ, քեզ ներկայացնելու որևէ անհրաժեշտություն չկա։ Քեզ շնորհակալություն եմ հայտնում, որ արդեն կարծեմ երրորդ անգամ իմ թասիբն ես պարում մեր Հայաստանի մեդիա հարթակներում, քանի որ ես չեմ հասցնում տեսնեմ, ինձանից մաղարիչ, այդ մարդկանց կասես գան սադախլոկ խոսամ ես իրանց հետ։ Հա, եւ ուզում եմ քեզ շնորհավորեմ քո վաղիմյա այդ պլանը, որ impeachment-ի գործընթացը սկսվի, իսկապես սկսվեց, բայց ոչ թե Հայաստանում, այլ Միացյալ Նահանգներում, այսինքն դու հասար քո մուրազին, ուղղակի երկիրը շփոթել ես, երկիրն ես շփոթել։ Հիմա պարզվեց, որ մայր շատ սիրելի Դոնալդը որոշ այլանդակություններով է զբաղվել, այդ էջերը գտնվել են եւ մանավանդ այս խայտարակ պատերազմից հետո, որը նա արդեն տապալել է, իրեն շատ եւ շատ հարցեր են տրվելու եւ ես կարծում եմ impeachment-ը շատ ռեալ հնարավորություն է այսպիսի լկտի ձևով խաբել ամերիկացի ժողովրդին, ներառյալ ինձ, որովհետեւ ես էլ հավատացի, որ նա խաղաղության պրեզիդենտ, իսկ ես նենց միամիտ մարդ եմ։ Եկա Հայաստան 18 թվին սրան հավատացի, որ ասեց բան 3 միլիոն վարչապետ էշի պես։ Հիմա էլ այնտեղ հավատացի ես Դոնալդին։ Կարող է նույն քպեցեն։ Դա ամենաազնիվ ես։ Հա, ափսոս, որ մի քիչ միամիտ եմ։ Երևի քպայական է այդ Դոնալդը, լսի, ասում էր ոչ մի նոր պատերազմ չեմ սկսի, սաղ աշխարհը խառնեց իրար։ Այսօր ուրեմն նորություններ ա եկել Վաշինգտոնից, որ դեմոկրատները գրում են ինչ որ գաղտնի բրիֆինգ ա եղել եւ նրանք պանիկայի մեջ են, խուճապի մեջ են, բարձում է Տրամպը որևէ պլան չունի, նա կարծում էր միանգամից սաղին կսպանի հարցը կլուծվի, բարձում է ոչ, եւ խոսում են արդեն տեղակայելու ցամաքային ուժեր տեղակայելու մասին, որ լինելու է ինքնասպանություն։ Երկրորդը տեսար քրդերի հետ, քրդերին ուզում են հանեն արդեն Տեհրանի դեմ, CNN-ը հաղորդում է, որ կենտրոնական հետախուզական գործակալություն չեմ կարող ասեմ, CIA-ը արդեն խոսում է քրդերի հետ, ուզում է իրանց քսի տա, այնտեղ կա 12-ից մինչև 30 միլիոն տարբեր հաշվարկներով ադրբեջանցի, դու տես ինչա գալու մեր գլխին, 2003 թվականի Իրաքը դու հիշում ես, ինչ եղավ, որ սունիները, շիիները սկսեցին իրար սպանել, հետո քրդերը հյուսիսից միացան։ Այսինքն իմ կարծիքով այս արժի քննարկել, թե սա ինչ հետևանքներ կարող ունենալ մեզ համար եւ գուցե պերաշկից կուկուրուզից պաղպաղակից հետո մի հատ խնդրեն կոֆե խմեն, սուրճ խմեն ու դրանով սահմանափակվեն ու անցնեն գործի։ Դու ինչ կաներ, որպես փորձառու դիպլոմատ, փորձառու դիվանագետ ես, ասա։ Չեմ կարծում, որ մենք կարանք իրանց համոզենք, որ իրանք զբաղվեն Հայաստանի անվտանգային խնդիրներով։ Ու այդ քո շատ ծավալուն եւ ընդգրկուն այդ բոլոր արգումենտները, պարամետրերը ներկայացնող նախաբանից ես մի բան եմ նաեւ ուզում ավելացնեմ, որ Դոնալդ Թրամփը, որը տենչում է խաղաղության բոլոր հնարավոր մրցանակներին, նույնիսկ ստացավ FIFA-ի խաղաղության մրցանակը, այսինքն որ այնքան որ մրցանակը խաղաղության կոչվի, շատ է որ դա տալիս է ֆուտբոլի միջազգային կազմակերպություն է, էլի։ Բայց դու գիտես չէ, որ նա Նորվեգիայի կառավարությանը սպառնացել էր, ասել էր, եթե Նոբելյան խաղաղության մրցանակը չտաք, հիմա մեր ավիակիրները կմոտենան Օսլոյին։ Նրանք հիմա մտածում են։ Ահա։ Հիմա այս մարդը, որը այդպես խաղաղության խորհուրդ կազմակերպություն է ստեղծում, ամենտեղ խաղաղությունից է խոսում, պարզվում է ինքը պատերազմի նախաձեռնող է։ Այո։ Ընդ որում պատերազմը նախաձեռնում այն փուլում, երբ որ ակտիվ բանակցություններ են ընթանում։ Ես հիշում եմ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի վերջին հայտարարությունը բանակցություններից հետո, որտեղ նրա տրամադրությունները բավականին կառուցողական են, այսինքն Իրանը ցույց է տալիս, որ ինքը կառուցողական է եւ այդ հայտարարությունները պատերազմի մասին չէին վկայում։ Այո։ Ու լայնամասշտաբ գործողություն են ինչպիսի հետևանքներով, ասենք, պետության ղեկավարին սպանելը եւ ասել, որ ես եմ նրան սպանել, դա չգիտեմ ինչ է նշանակում, էլի։ Արդեն մի պետության ղեկավարի կարելի է առևանգել ու տանել բանտարկել, մի ուրիշ պետության ղեկավարի կարելի է ուղղակի սպանել ընտանիքի անդամների հետ միասին քաղաքական ղեկավարության, ու մեկ էլ ինչա պարզում, որ այդ մարդը մեր խաղաղության երաշխավորն է։ Շատ ճիշտ ասեցիք։ Այսինքն Իրան այստեղ ներկայացնում են որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության երաշխիք ստեղծող։ Այն դեպքում, երբ որ ինքը պատերազմը սկսում Հայաստանի սահմանակից երկրում, Հայաստանի բարեկամ երկրում։ Իհարկե, այն զարգացումները, որոնք կան եւ կարող են լինել շատ մեծ վտանգ են պարունակում, բայց ամենամեծ վտանգը անկեղծ ասած, որ ես տեսնում եմ, դա Ադրբեջանն է մեր համար, որովհետեւ
Ադրբեջանի համար թրիփը դա այդ հեքիաթները չեն ինչ որ այստեղ փորձում են պատմել մեր հասարակությանը։ Իրանց համար դա շատ որոշակի ցամաքային կապն է Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջեւ։ Եվ եթե թրիփի մասնակից պետությունը Միացյալ Նահանգներն է, որը հիմա Իրանի հետ պատերազմում, մենք ինչ ենք ասում, մենք Իրանի համար դեպը կարող է Իրանից վտանգ ներկայացնի։ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական ասում էր, որ մենք թույլ չենք տալու, որպեսզի թրիփ լինի, որ Ադրբեջանի հետ կապ լինի Թուրքիայի հետ եւ այլն։ Եվ հիմա այս պայմաններում, եթե Ադրբեջանը տեսավ, որ վտանգված է այդ գաղափարի իր համար պատկերացումներով իրականացումը, ես չեմ բացառում, որ իրենք ռազմական ներխուժում իրականացնեն Հայաստանի տարածքը հիմա, որովհետև Ալիևն ասում էր, որ 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո հայկական բանակը ջախջախված է եւ իրանց արժեվը դանապես որևէ խնդիր գոյություն չուներ ռազմական ճանապարհով ընդլայնել իրենց տարածքները Հայաստանից տարածքների հաշվին։ Եվ ըստ էության թրիփին գնացել է Նիկոլ Փաշինյանը կամավոր առանց պատերազմի է հանձնել այդ տարածքը, որպեսզի դա պատերազմով չլինի։ Հիմա եթե տարածաշրջանում իրադրությունը փոխվում է եւ հարաբերակցությունը փոխվում է, կարա փոխվի նաեւ Ալիևի մտադրությունը, որովհետեւ ինքը ոչ մի թղթի տակ չի ստորագրել, որ ինքը չի հարձակվելու Հայաստանի վրա։ Դες պարտավորություններ ինքը չունի ոչ միտեղ։ Ավելին Նիկոլ Փաշինյանն էլ դեռ 24 թվականի օգոստոսի 30-ից հայտարարում է, որ Հայաստանի գործող տարածքի 60-ից 70%-ը Ադրբեջանի գործող սահմանադրությամբ պատկանում է Ադրբեջանին, որի մեջ մտնում է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը ամբողջությամբ։ Այսինքն իրավական հիմք է ստեղծել Ալիևին, որպեսզի ինքը քաղաքական ռազմական ազդեցություն ունենա այն տարածքների վրա, որոնք Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ պատկանում է Ադրբեջանին։ Ես կոռեկցիայից տեսա, որ մի քիչ ոնց որ անսովոր էր քո համար այդ։ Ես չգիտեի դա, ազնիվ ասած, ես չգիտեի դա։ Հիմա եթե թույլ տաս մանրամասնեմ հիմնավորումներով։ Իհարկե։ 24 թվականի օգոստոսի 30-ին առաջին անգամ այդ մասին հայտարարեց, ասելով, որ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ Հայաստանի հիմիկվա տարածքի 67% ունի ադրբեջանական պատկանելություն։ Ու ինչպես է հիմնավորում այդ ցնդաբանությունը, որովհետև դա եւ իրավական եւ քաղաքական տեսանկյունից ուղղակի ցնդաբանություն է։ Ինչպես է հիմնավորում, ասում է, քանի որ Ադրբեջանի հիմիկվա հանրապետությունը հանդիսանում է 18-ից 20 թվականի Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, Ադրբեջանի 18-ից 20 թվականի հանրապետությունը ազգերի լիգային ներկայացրել է մի հատ քարտեզ Ադրբեջանի, որի մեջ Հայաստանի այս տարածքները Սյունիքի Վայոց ձորի մարզը ամբողջությամբ, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզից հատվածներ, այդ ինչ որ ասում եմ ուղիղ ցիտատա իր խոսքից, պատկանում են Ադրբեջանին։ Եվ դա ինչ համատեքստում էր ասում, որ Ադրբեջանը հիմա պահանջում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը տարածքային հավակնություններ չունեն Ադրբեջանի նկատմամբ։ Բայց Ադրբեջանի սահմանադրություններն էլ հավակնություններ պարունակում Հայաստանի նկատմամբ, բայց մենք չենք պահանջում, որ նրանք սահմանադրությունը փոխեն։ Հետևաբար բերեք ոչ մենք փոխենք, ոչ իրանք։ Բայց այդ ասելուց հետո Ադրբեջանը իր սահմանադրությունը փոխելու մտադրություն չունի, բայց ստիպել է եւ ինքը համաձայնել է, որ ինքը պիտի Հայաստանի սահմանադրությունը փոխի։ Եվ այդ թեզը մի անգամ չի որ կրկնել է։ Օգոստոսի 35 ասելուց հետո 2024 թվականի սեպտեմբերին արտգործ նախարարությունը կազմակերպեց Երևանյան հորիզոններ ֆորումը դիվանագիտական։ Նիկոլ Փաշինյանը այնտեղ ելույթ ունեցավ, կրկնեց այդ թեզը։ Նույն տարի նոյեմբերի 12-ին այդ իր սափրվելու օրն էր։ X-ում 14 գրառում կատարեց անգլերեն լեզվով դրա մասին, անգլերենով, որ իլուր աշխարհի էր, էլի դա X-ում, ասենք X-ը Հայաստանում դες մեծ տարածվածություն չունեցող ցանց է, դա հիմնականում օտար լսարանին ուղղված ու ինքը անգլերենով գրեց այդ թեզերը։ Այնուհետև Armen Press-ին հարցազրույց տվեց, հետո հոդված հրապարակեց կառավարության կայքում նաև։ Այդ ինչ որ ասում եմ, բոլորը փաստաթ ինքը բազմաթիվ անգամներ կրկնել է։ Ու հիմա այս խառը իրավիճակում Ադրբեջանը հնարավոր է գնա արկածախնդրության եւ իրանք այդ անվտանգության ոչ մի զգացողություն չունեն։ Ուրախ ավտոբուս շրջագայում են, կոկորոզ ու պերաշկի են ուտում, անհոգ կյանք են ցույց տալի,
Գնում են մարդկանց հետ հանդիպում, նարդի խաղում, բլոտ խաղում, ոչինչ չի եղել։ Սա դիվանագիտական, քաղաքական, անվտանգային բաղադրիչից բացի նաև մարդկային բանը։ Պատկերացնում եք, ասեք, Սուրեն Պապիկյանը վերջին պաշտոնյանը, ով ընդունելությանը արժանացել Իրանի զոհված պաշտպանության նախարարի կողմից։ Այսինքն նախարարը իր մահից 2 օր առաջ ընդունել է Սուրեն Պապիկյանին, պաշտոնական ընդունելություն, նախարարություն։ Ցավակցություն չի հայտնել։ Բացի դրանից, որ ցավակցություն չի հայտնել, ինքը այդ ավտոբուսի ուղևորներից, այսինքն գիտի, որ այնտեղ նախարարը սպանվել է 2 օր, ինքը այդ ավտոբուսի մեջ ուրախ զվարթ 2-րդ պլանի վրի կուկուռուզ ուտողներից է։ Ասենք, հարցը չի առաջանում, բա դու ինչի էիր գնացել։ Համագործակցության հարցեր էիր քննարկել, չէ՞։ Մի մարդու հետ, որը չի կարա քեզ հետ համագործակցի, որտեղ սպանվել է։ Եթե դուք պաշտպանության ոլորտում էիք համագործակցում, արդյոք դա չէր ենթադրում նաև մեր աջակցությունը բարեկամ երկրի, եթե նա պատերազմի մեջ է, չէ՞։ Այսինքն պաշտպանության ոլորտում պետությունների համագործակցությունը ինչի մասին է։ Փոխադարձ ինչ որ կապեր զորավարությունների, սպառազինությունների ձեռքբերման, սպառազինությունների վաճառքի, դժվար պատերազմական իրավիճակում փոխադարձ ռազմական օգնության, չէ՞։ Պաշտպանության ոլորտում համագործակցությունը դա կարա լինի։ Ես ուզում եմ իմանամ, եթե Հայաստանի բանացել է Իրանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցելու համար։ Հիմա Իրանը պատերազմի մեջ է, Հայաստանը ինչով է աջակցում Իրանին իր պաշտպանական կարիքները հոգալու համար։ Նախարարի կուկուռուզ ուտելով նրա Էդգար ջան, դու փորձառու դիվանագետ ես, աշխատել ես մեր դեսպանատանը, դու փորձնական ռեալ աշխատանքի փորձ ունես։ Ես ավելի շուտ բան եմ, ավելի պատմություն, տնտեսություն։ Դու եթե հիմա ասենք լինեիր Վարշավայում մեր դեսպանատանը, ու այնտեղ դիվանագետները նայեին այս կադրերը, մեր կողքը սենց պատերազմ է սկսվել, մեր ղեկավարությունը պերաշկի ու կուկուռոզ աղտում փողոցներում ու սենց կիսախելագար վիճակում շենքից շենք գնում է։ Մեզ որևէ մեկը լուրջ կընդուներ, մեզ որևէ մեկը կհարգեր, ինչ կմտածեին մեր մասին։ Դու պատկերացրա, դու հիմա Վարշավայում ես, կողքդ կանգնած ասենք Վարշավայի բան արտաքին գործերի Լեհաստանի արտաքին գործերի նախարարը, քեզ ցույց է տալիս է։ Բերում է հեռախոսը ցույց է տալի, ասում է պարոն դեսպան, սա ճիշտ եմ հասկանում, սա բանը արհեստական բանականությունն է գեներացրել այս տեսանյութը, թե իրական է, որովհետեւ տարածվում է, ասում են, որ իբր սա Հայաստանի վարչապետն է, ազգային ժողովի նախագահը, անվտանգության խորհրդի անդամներ, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը, իրանք ինչ-որ մի ավտոբուսի մեջ զվարճանում են եւ կուկուռուզ են ուտում, երբ որ Իրանում ոչ միայն Իրանում, ամբողջ Մերձավոր Արևելքում պատերազմ է։ Ամբողջ ռեգիոնում Էդգար ջան 18 մասշտաբները, ասենք, պատերազմի։ Ու ասենք Իրանում կան ապրում են մի քանի 100,000 ազգությամբ հայեր։ Այո։ Այդ երկրներում, որտեղ պատերազմ է մոլեգնում, ոչ միայն ապրում են հայեր, այլ կան հայեր, որոնք գնացել են հանգստից, որ նրանց ճակատագիրը անորոշ է, որովհետև բոլոր չվերթները չեղարկվել են։ Ասում եմ ճիշտ է, որ այս տեսանյութը այդ նույն ժամանակաշրջանում է։ Ինչ պիտի պատասխանի մեր դեսպանը։ Հետո մի հատ ուրիշ է գալի։ Ասում է, ներեցեք էլի, պարոն դեսպան, նոր մի հատ տեսանյութ է տարածվել Facebook, ես չգիտեմ դա արհեստական բանականություն է թե իրական։ Ձեր վարչապետը գնացել է Վրաստան եւ այնտեղ որ հարևան երկրում հոգևոր առաջնորդի եւ ռազմաքաղաքական ղեկավարության մահվան առիթով 40 օրյա սուք է հայտարարված։ Եվ դուք այդ երկրի բարեկամն եք, ձեր այդ թմբուկ նվագողը Վրաստանում, որ զվարճանում է եւ իր աղջիկն էլ նկարում է աշխատանքային պաշտոնական այցի շրջանում, պատվիրակության կազմում է իր աղջիկը եւ նկարում է ու տարածում է տեսան։ Դա ճիշտ է թե սուտ է։ Ապրես էլ դա։ Որտեղ ոչ մեկ չի կարա հավատա դա որպես իրականություն, որտեղ ասենք զսպվածությունը, չէ, ասենք
Եթե բարեկամ է, հələ փորձենք այդ հարաբերությունները բերել մարդկային անձնական հարաբերությունների տիրույթ։ Մահացել է քո բարեկամը երիտասարդ հասակում, քո ազգականի տանը սուք է, եւ դու երաշտություն ես նվագում ու զվարճանում ես ու դա ոչ թե փակ, այլ իտես ամբողջ աշխարհի։ Այո, ցույց ես տալի դա։ Այսինքն իսկ դա ինչ է նշանակում, որ եթե հիմա մենք ասում ենք, որ մյուսներն էլ են մեզ բարեկամ, նշանակում է մյուսի ողբերգությանն էլ ենք, չէ՞, մենք այդպես արձագանք, ի՞նչ տարբերություն։ Էդգար ջան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Բաքվում Իրանի դեսպանություն եւ գրառում է կատարել Սքոմատյանում ցավակցությունների, Հայաստանի վարչապետը նույն պահի Թիֆլիսի ակումբներից կամ ռեստորաններից մեկում սիրողական այդ իրավունակություններով թմբուկ է նվագում եւ այսինքն մենք պաշտոնապես ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք խելագար ենք, մենք գիժ ենք։ Եվ Ալիևը դու լավ օրինակ բերեցիր, ես չգիտեի, բայց նա իրան լուրջ պահեց, որպես էլի ասենք թշնամի պետություն կամ նախկին թշնամի, բայց նա իրան լուրջ է պահում, նա իրան սոլիդ է պահում, իրան կարելի է հարգել։ Այո, դու շատ լավ օրինակ բերեցիր ու նաև հիշատակենք 170, 10 տարեկան աղջիկ մենակ մի դպրոցում սպանվում է, այդ փոքրիկ դիակներն ես նայում, իրան գերեզմաններն ես նայում, այսօր նորածին երեխաներ սպանվեցին հիվանդանոցում, մեր դոլարով խիղճ ունեցող գրանտակերները, դոլար չեն ստացել, չեն ասում, որ դա սխալ էր երեխա սպանելը, չեն ասի, որտեղ իրանց փող չեն տա, դրա մասին չեն խոսում, ու դու շատ լավ ասեցիր, այդ պայմաններում դու գնում ես բառաբան ես նվագում Թիֆլիսում, այդ նույն բանն է, ճիշտ ես ասում, որ ասենք մեր մոտիկ մարդը մահանա, ես այդ օրը գնամ փողոցում ապարեմ ու նկարեմ գցեմ Facebook։ Կարելի է ոչ թե կարելի է պարտադիր է, չէ, որ դու նաև այդ վիշտը կիսես։ Բացի դրանից, ասենք եթե ռազմական օգնություն չեն կարող տրամադրել, փրկարարական օգնություն կարող են դրան, այնտեղ ավերածություններ են։ Ես հիշում եմ, երբ որ Թուրքիայում երկրաշարժ էր, այն նույն պահի, երբ որ Թուրքիան ու Ադրբեջանը Արցախը պահել էին շրջափակման մեջ, Արցախում ապրող մեր հայրենակիցներին թույլ չէին տալի, որ նրանք նույնիսկ դեղորայք ստանան Հայաստանից։ Նվազագույն սնունդ շրջափակման մեջ էին։ Հայաստանը մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա երկրաշարժի գոտի, փրկարարներ էր ուղարկել։ Բա հիմա արդյոք չպետք է մենք, եթե զինվորականներ չենք տրամադրելու, որտեղ պարզ է, որ չենք կարա տրամադրել, ոնց որ իրանք էլ դրա կարիքներ չունեն։ Բայց գոնե կարա առաջարկի փրկարարների աջակցություն, որ գնան այդ ռմբակոծությունների, փլատակների տակից մարդկանց օգնեն դուրս բերելու։ Նվազագույնը հումանիտար օգնություն, նվազագույն։ Որում առաջինը նման դեպքերում ովքեր են հասնում, չէ, ֆիզիկապես, ասենք եթե Իրանի օդային տարածք հիմա փակ է, ուրիշ ոչ մի երկրից հնարավոր չի օդով փրկարարներ հասցնել։ Փրկարարները կարող են գնալ միայն ցամաքով։ Այսինքն Հայաստանից։ Առաջին խնդիրը օրինակ Հայաստանի կառավարությունը, որ հիմա պիտի աներ, փրկարարների, բժշկական անձնակազմի, դեղորայքի հնարավոր գոնե պատրաստակամությունը հայտներ։ Շատ ճիշտ է։ Դա ցուցաբերելու։ Բայց իրանք դա չեն անում։ Հետներ ցույց են տալիս զվարճ, բայց դա անվտանգային իմաստով չէ, այսինքն քո երկրի սահմանների մոտ պատերազմը ցանկացած պահի կարա բնակչության մեծ արտահոսք լինի այդ սահմանից, արտակարգ իրավիճակ դու պիտի հիմա բոլոր պաշտոնյաները հիմա պետք է լինեին իրանց աշխատասենյակներում կայացնեին որոշումներ, բայց նրանք այսօր Նիկոլ Փաշինյանը գիտեք ինչի է դա համեմատում ազգային ժողովում ճանապարհին լսում եմ ասում է դե հիմա էլ մենք եկել ենք ազգային ժողով արդեն 2 ժամ աստեղ նստած ենք նույն ձևի մեզ կարակ ասեք ինչի եկեք ազգային ժողով ներքին գործերի նախարարն ստեղ բան արտաքին գործերի նախարար այսինքն ազգային ժողովում որտեղ իր աշխատանքն է որտեղ իր ղեկավար մաբինեցի կառավարության ղեկավարները ազգային ժողովն է որտեղ ազգային ժողովն է որոշումով պիտի լինի կառավար ազգային ժողովը հիմա կարա դրանից ցեցի Հենց հիմա կարա անվստահություն հայտնի, չէ՞ վարչապետին, ու ինքը վարչապետ չլինի։ Ու այդ ազգային ժողով իր աշխատանքը, իր համեմատումը ավտոբուսում կուկուռուզ ուտելու հետ։ Իսկ իր անկալումներում դա նույն բանն է։
Ինքը ավտոբուսում կուկուռուզաուտում, թե ազգային ժողովում իր պաշտոնական պարտականություններն է կատարում սահմանադրության համաձայն։ Հասկանում եք, սրա ընկալումները պետական իշխանության մարմինների, նրանց ֆունկցիոնալ գործունեության վերաբերյալ։ Դե պարզ է, որ 44 օրյա պատերազմի մեր պարտության պատճառն էլ այդ նույն վերաբերմունքը եղել։ Որովհետև երբ որ երկրում հայտարարում է ռազմական դրություն, իսկ մեր երկրում հայտարարվել է։ Ես մարզպետ եմ եղել։ Յուրաքանչյուր պետական մարմին եւ հատուկ առաջադրանք ունեցող մարմին ունի պլան, կոչվում է խաղաղ պայմաններից ռազմական դրության անցնելու պլան։ Եվ որ պահին, որ երկրում հայտարարում է ռազմական դրություն, բոլոր մարմիններն անցնում են ըստ պլանի գործողությունների։ Մեկը պարզում է, որ մեր երկրում ռազմական դրություն է, բայց փոխվարչապետը գտնվում է Արցախում։ Որ իր կաբինետից դուրս գալու իրավունք չունի ըստ պլանի։ Ինքը ինչի է գնացել, ինչ է անում, ազգային ժողովի նախագահը, նախարարները, պատգամավորները տուրիստ են գնացել, ռազմական տուրիստ են։ Այդ թափթփվածությունն է բերել հանգեցրել ողբերգության։ Այո։ Հիմա այդ վտանգների առաջ իրանք ու ասեմ ձեզ, իրանք այդ իմաստով երևի անկեղծ են։ Իրանք իսկապես չեն զգում այդ վտանգները։ Ասենք Նիկոլ Փաշինյանի համար ինչ մի խնդրեմ է, եթե ենթադրենք Ադրբեջան այսօր հարձակվի Սյունիքի վրա եւ զավթի Սյունիքը եւ այնտեղ մեռնի մի 20,000 մարդ։ Կարաք ասեք, ինչ տարբերություն իր համար։ Եթե Արցախը կարար ինքը ամբողջությամբ հանձներ այդքան զոհերով ու դա իր վրա որևէ հետևանք չթողնի, կարա նաև այդ էլ հանձնվի մի քանի հազար մարդ էլ հիմա 3 միլիոն հայ ենք, կարա մի 50,000 էլ այսօր մեռնի, ինչ է եղել որ։ Հետո նա կասի արդյունքը նույնը կլիներ, մենակ ինձ դավաճան կասեիք, հա։ Ու ասեք հիմա օրինակ իրանց պահվածքի այդ իշխանության որևէ մեկը զգում է, որ նրանք իշխանություն են, որոնց պաշտոնավարման 7 տարիների ընթացքում եղել է 7 պատերազմ։ Զոհվել են հազարավոր երիտասարդներ։ Պետությունը կորցրել է իր տարածքների մեմի զգալի մասը։ Պետությանը պատճառվել է մի քանի միլիարդ դոլարի վնաս, նյութական։ Իրանցից զգացվում է, որ իրանք այդ մարդն են։ Դե իհարկե ոչ։ Մարդը իր տան մեջ բաժակ է ջարդում։ Իր տան մեջ բաժակ մեղքի զգացողություն ունենում։ Ասում եմ ես ինչի անզգույշ գտնվեցի, չէ՞։ Ինչի էի սխալ տեղ դրել։ Ինչի ուշադիր չեղա, ափսոսեր այդ բաժակը, առել էինք, օգտվում էինք, չէ՞։ Հարազատները հանգրասում են դե լավ, ոչինչ, չարախա, չասպա, բայց ինչի մեղք ազգում իրան։ Այս մարդիկ հասկացեք նրանց տված պատճառած վնասը ու իրանց հիմիկվա խոսելը, իրանց պահվածքը, իրանց ցինիզմը որևէ մեկը նրանցից զգում է, որ նրանք մի իշխանություն են, որը նման ողբերգություն են բերել պատճառել։ Եթե դա արել են ու չեն զգում, նոր բան անելուց ինչի պիտի զգան։ Իրանք որ մենք դա հանդուրժել ենք, որովհետև մենք դա ընդունել ենք, Էդգար ջան, մենք հանդուրժել ենք։ Ես վերադառնամ քո ասած այդ ռիսկերի մասին խոսենք եւ մի հատ էլ օրինակ բերեմ։ Ես գիտես Միացյալ Նահանգներում երբեք չեմ սովորել, չեմ դասավանդել այլն, գիտես դա։ Եթե ես իմ ուսանողների հետ գնայի ճանապարհորդության մեր համալսարանից, ասենք գնայինք Եվրոպա կամ Կանադա, եթե այնտեղ սկսվեր պատերազմ կամ ինչ-որ բախումներ փողոցներում, եւ եթե ուսանողներս կամ իմ համալսարանը իմանան, որ ես այդ րոպեին ռեստորանում հաց էի ուտում կամ թմբուկներ էին նվագում, ես որ վերադառնայի Միացյալ Նահանգներ, ես կունենայի մոտավորապես 50 գործ իմ դեմ հարուցած, որ ես որպես խմբի ղեկավար ցուցաբերեցի անզգուշություն, անփույթություն, քրեական անփույթություն, gross negligence։ Կարամ ֆորմուլան էլ քեզ ասեմ անգլերեն, դու շատ լավ գիտես։ Ինձ դատի կտային ամեն ուսանողը, ինձ դատի կտար, մի հատ էլ համալսարանը ինձ դատի կտար, որ ես այդ րոպեին, երբ որ իմ ուսանողները վտանգի մեջ էին, ես գնացի ռեստորանում, ասենք պիվա էի խմում։ Այդ մեկ։ Վերադառնալով ռիսկերին, այո ռիսկերը շատ են,
դու տեսար, արդեն 18 երկիր է ընդգրկվել այս պատերազմի մեջ, ամբողջ Միջին Արևելքը այրվում է։ Լիբանան է անցել արդեն Իսրայելի բանակը եւ Լիբանանից Սիրիա ուղղվում են արդեն փախստականներ։ Սպասվում է, որ մինչև 1 միլիոն փախստական է գալու Սիրիա Լիբանանից, այսինքն փախստականների հոսքերը արդեն սկսում են։ Ադրբեջանը արդեն սկսում է որոշ իր քաղաքացիներին դուրս հանել Իրանից, ուրիշ երկրների քաղաքացիներին, մենք էլ ենք դա անում։ Եթե սկսվի, եթե սա շարունակվի, Իրանում սկսվի քաոս։ Եթե իսկապես CIA-ը, հետախուզությունը ամերիկյան հրահրի քաղաքացիական պատերազմ, քրդերի, ադրբեջանցիների, բալուշների մեջ, այնտեղ սկսվելու է քաոս։ Կարող է լինել նույն բանը, ինչ որ Իրաքում։ Լավ հիշում ես 2003 թիվ, երբ սկսեցին այդ քաղաքացիական պատերազմները, հետո եկավ ԻԳԻԼ-ը, իսլամական պետությունը։ Հիմա ինչ կարող է լինել։ Նախ մեր տարածք կարող են գալ փախստականներ, երկրորդը Ադրբեջանի տարածք կարող են գալ փախստականներ, այն էլ մեծ թվերով, որից հետո Ադրբեջանը կարող է հարց բարձրացնել։ Գիտեք, մենք այսքան փախստականներ ունենք, դուք ունեք մեր տարածքի մի մասը, ինչպես դու ասեցիր, Արևմտյան Ադրբեջան, հիմա հենց ճիշտ ժամանակն է, որ նրանք վերադառնան Հայաստան, ձեր տարածքը, այսինքն մեր տարածքը, Արևմտյան Ադրբեջան։ Բանտադուցի պաշտոնական հայտարարություններով լինի։ Հայ-ադրբեջանական հիմիկվա սահմանը պատերազմից հետո պահավորված չի։ Այո։ Այո։ Այնտեղ ամբողջ Սյունիքի մասում բանակ չկա նույնի սահմանին կանգնած։ Նիկոլ Փաշինյանը դա համարում է ձեռքբերում, չէ՞։ ԱԱՑ սահմանապահ զորքերն են։ 2 հոգի, մի հատ ավճար կա։ Այդ 2 հոգին էլ Կալաշնիկով ավտոմատով։ Այսինքն այդ փախստականների մեծ հոսքը, այն էլ այդ երկրներից որ գալիս են, նրանք դատարկ ձեռքով չեն գալի, չէ՞։ Մի մասը գալու է զինված, չէ՞։ Ու ասենք մուտք են գործում Հայաստանի տարածք։ Ոչ թե սահմանով, անձնագիր ցույց տալով, գիտեմ օրինական, այլ անվերահսկելի ձևով։ Այդ կարամ իմանամ, ով է դիմադրություն ցույց տալու։ Լեհաստանը կադաստրի թուղթը, Էդգար ջան, կադաստրի թուղթը մենք էլ իրաց բերած խաղաղությունը։ Ուրեմն Մադուրոն կադաստրի թուղթ չուներ, պարզվում է։ Դրա համար իրան տարան մի հատ կնոջ աշկի տակին բան արեցին, խփեցին, տեսար բանով, սինյակով մաներ գալ։ Ես sense բան չէի սպասում ամերիկացիներից կնոջը խփել։ Ինքը երևի կադաստրի թուղթ չուներ, մեկ էլ Այաթոլլա Ալի Խամենեին մնաց իր կադաստրի թղթի տակ։ Մեկ էլ այդ 165 երեխան, որ նրանք սպանեցին։ Նրանք ասում են, մեզ կպաշտպանի ինչը, խաղաղությունը։ Ու գիտես ինչն է շատ հետաքրքիր, ասում են, մեր շնորհքն է, որ մեր վրա չեն հարձակվել, մենք ձեզ խաղաղություն ենք բերել։ Այսինքն մի կողմ դնենք, որ 3 պատերազմ եք բերել ու պարտվել եք։ Այսինքն ձեր վրա հարձակվելու կարիք չկա։ Դուք 7 եք հաշվում։ 7, ես ամսաթվերով կարամ ասեմ։ Առաջին 2020 թվականի հուլիս տահուշ։ Ընդեղից է սկսել։ 2020 թվականի 44 օրյա պատերազմ Արցախում։ 2021 թվականի պատերազմական գործողություններ եղավ Գեղարքունիքի մարզում շորժայողությամբ ադրբեջանական առաջխաղացում։ 2021 թվականին Սյունիքի մարզ Սևլիճ իշխանասար։ 2022 թվականին Ջերմուկ, Վարդենիս, Գորիս, Սիսիան այդ ուղղությամբ ադրբեջանական հարձակում։ 2023 թվականին Արցախ, մեկօրյա պատերազմ, շուրջ 1 տարվա շրջափակումից հետո։ Սյունիքին 2 գործողություն ա եղել, իշխանասար առանձին, Սևլիճ առանձին։ Մենք 7 իրանց պաշտոնավարման շրջանում 7 պատերազմ ա եղել, չեմ ասում Սոտքի ոսկու հանքի վրա կրակոցները, որ այդ հանքը խափանեցի գործունեություն Հայաստանի խոշոր հարկ վճարող ընկերություններից մեկն էր։ Դրա հիման վրա դադարեցվեց Արարատի զոդի ոսկու կորզման գործարանի գործունեությունը խոշոր հարկ վճարող ընկերություններից մեկը։ Ադրբեջանցիները թույլ չտվեցին, որ երաշխում կառուցվի մետաղաձուլական գործարանը, որը հետո կառավարությունը 3 միլիարդ դրամ հատկացրեց, որ տեղափոխվի Արարատ։ Ամերիկյան դրոշը չփրկեց։ Չփրկեց, դիվանագետների այցելություններն, քանի անգամ դիվանագետներ տարան այնտեղ բան, ոչինչ չփրկեց։ 7 պատերազմ ա եղել, սահմանային միջադեպերը, էլ Արցախում միջադեպերը, բանը դրանք չեմ ասում։ Ու այդ 7 պատերազմ բերած մարդիկ ասում են մենք ձեզ խաղաղություն ենք բերել, պատկերացնում եք։ Ասում են, բա մեր վրա չեն հարձակվել։ Ու այդ խաղաղությունը ոչ պայմանագրային ամրագրում ունի, ոչ
երաշխիքներ ունի, ոչ պետություն կա երաշխավորող, ոչ միջազգային կազմակերպություն կա երաշխավորող։ Այդ դու արդարացիորեն որ ասում ես փախստականների հոսքի ռիսկեր կան։ Եթե մի երկրի օդային տարածքը փակա ամբողջությամբ, փախստականները ո՞նց պիտի դուրս գան այդ երկրից։ Միայն ցամաքային տարածքով։ Այսինքն ուրիշ ձև չկա։ Հետո գիտես ինչ ցամաքային տարածքով պիտի դան սահմանակից երկրներ, այո, Ադրբեջան ու Հայաստան։ Ադրբեջանը գալու է միանգամից, Ադրբեջանից էլի հոսքով գալու են մտնել նորից Հայաստան, ու պատկերացնեք Հայաստանում ինչ կարող լինի այդ իրավիճակում։ Անկամ եթե տրանզիտ ծառայ, այսինքն այդ փախստականները չմնան Հայաստան։ Իսկ ով ասում որ մենակ փախստական, ադրբեջանցիները տեսան փախստականների հոսքա դեպի Հայաստան, իհարկե կազմակերպեն ադրբեջանցիների մուտքը։ Հնարավոր է տենց անեն, այո, հարցը լուծեն։ Կան նրանց ավտոբուսներով համատարած գան մտնեն, ասեն բանը, մենք Վարդենիսի ադրբեջանցիներն ենք, եկել ենք Վարդենիսում ապրելու։ Կարող է տենց բան անեն, այո, եւ իրանց տրամաբանությունն է շատ հետաքրքիր, ասում են մեր վրա չեն հարձակվել, որովհետեւ մենք խաղաղություն ենք բերել։ Այսինքն Իսրայելը Տրամպին հրաման է տվել հարձակվել Իրանի ռեժիմի վրա, Իրանի կառավարության վրա եւ փոխել Իրանի կառավարությունը, այսինքն դուք Իրանի մաս չեք, դուք այատոլլա չեք, Իրանի կառավարությունը չեք։ Այսինքն ձեր վրա նրանք ո՞նց հարձակվեին, եթե իրանց նպատակը դուք չէիք, Իրանի կառավարությունն էր, ու դա ո՞նց է ձեր շնորհքը։ Ես ու դու, Էդգար ջան, Երևանի փողոցներով գնանք, կողքի բակում ինչ որ մեկի վրա հարձակվեն, կռիվ սկսվի, ես ասեմ Էդգար ջան, նայ ինչ աղա տղա եմ, իմ վրա չհարձակվեցին։ Սա գժություն չի, մի հատ ինձ բացատրի, սա ո՞նց է աշխատում։ Բայց այդ կռվի հետևանքով մի հատ գնդակ իրար վրա կրակում են ու գալիս է քեզ։ Այո, բայց դա իմ շնորհքն է, որ իմ վրա չեն հարձակվել, եթե նրանց նպատակը Իրանն է, իրանց թիրախը Իրանի ղեկավարությունն է, դուք ինչ գործ ունեք ձեր վրա, համ էլ ձեր վրա արդեն հարձակվել են։ Արտուր ջան, կռիվը դեռ պատերազմը դեռ նոր է սկսում։ Այո։ Դեռ այսօր ԱՄՆ պատերազմի նախարարը հայտարարում է, որ դեռ 7 օրվա գործողություն ունեն, որպեսզի Իրանի ամբողջ օդային տարածքը վերցնեն վերահսկողության տակ։ Թրամփը հայտարարում է, որ իրանք 14 օրվա ռազմական գործողության պլան ունեն։ Ասեց 5, հիմա 14։ Հիմա չի բացառում ցամաքային ներխուժումը, ինչի մասին որ դու ասեցիր։ Դրանք զարգացումներ են, որոնք հետևանքներ են, չէ, առաջացնելու։ Ու չեմ ուզում հասարակության մեջ խուճապ տարածեմ, բայց այս պայմաններում Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը Քրիստինե Գրիգորյանն է։ Ինքն է հիմա լիազորված մեր պետության համար այդ վտանգները հաշվարկելու եւ դրա հիման վրա որոշումները պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է, արտաքին գործերի նախարարը Արարատ Միրզոյանն է, պարլամենտի ղեկավարը Ալեն Սիմոնյանն է, որը նոր է նշանվել, իսկ վարչապետն էլ Նիկոլ Փաշինյանն է, որը նոր է բաժանվել։ Բայց մենք հիմա ապրում ենք կիսաբաց սառնարանների հերթական սերիայում, ով է ումից բաժանվում, ով է ում հանդիպում, եւ մեր կողքս էս բաները որովհետեւ Ռուսաստան հիմա չի հետաքրում, այս խնդիրները մեզ չեն վերաբերում, ամեն ինչը շատ նորմալ է հիմա մեզ համար։ Բայց Միացյալ Նահանգներում եւ Իրանում կարծում եմ, որ իրանք հիմա քիչ է իրանց հետաքրում, թե Աննա Հակոբյանը ինչ պատճառներով է բաժանվել Նիկոլ Փաշինյանից, եթե բաժանվել է։ Իրանց մոտ իրադարձությունները այլ տրամաբանությամբ են զարել, դու ուզես թե չուզես, դրա հետևանքների հետ դու առերեսվելու ես։ Եվ ինձ համար անկեղծ ասած, այս պայմաններում ամենամեծ վտանգը ռիսկեր ես որ տենում եմ, դա Ադրբեջանի հնարավոր ռազմական ներխուժումն է, որովհետև այս լարվածության ֆոնի վրա իրանք կարան գնան ցանկացած արկածախնդրության։ Եվ ոչ ոք իրան չի պատժելու դրա համար, ոչ ոք։
Մենք մի քանի տարի սրա մասին խոսացել ենք Էդգար ջան, դու էլ ես էլ։ Մի քանի տարի զգուշացրել ենք, հարցակում եթե լինի Իրանի վրա, նրանք սեղանի տակ իրանց հարցերը մեր հետ կլուծեն։ Ոչ ոք դա չի նկատի։ Դու շատ լավ բան ասեցիր։ Մենք հույս ունենք, որ Տրամպը կերաշխավորի խաղաղությունը։ Նախ վերջերս չգիտեմ ժամանակ ունեցել ես տեսնել խոսեցի հետախուզության ամերիկյան հետախուզության նախկին վերլուծաբանի հետ Լերի Ջոնսոնի, որը ասեց ոչ ոք ձեզ չի պաշտպանելու, ոչ մի շահ ամերիկան չունի Հայաստանում, ոչ էլ հնարավորություն ունի ձեզ պաշտպանելու, ոչ էլ նա պաշտպանելու է ձեզ իր սեփական դաշնակիցներից, Թուրքիայից, Իսրայելից եւ Ադրբեջանից, որոնք իրեքով են ստեղ գործում։ Ես նրանց կոչեցի Three Amigos, 3 ընկերներ։ Ոչ ոք ձեզ չի պաշտպանի, ասում է դուք սկյուրիկի տակ ընկնելու եք մեքենա, սկյուրիկի պես ընկնելու եք մեքենայի տակ։ Այն սկյուրիկը, որ ես Կալիֆոռնիայում շատ եմ տեսել ցավոք սրտի, որ սկյուրիկը ճանապարհը անցնում է, իրան սպանում գցում են մեքենայի տակ։ Ասում է Հայաստանը սկյուրիկի պես ընկնելու է, ճխլվելու է, դուք ձեզ ճխլելու են մեքենայի տակ, ձեզ ոչ ոք չի պաշտպանելու։ Նույն բանը ասում է Ջեյմս Կարդենը, իմ ամերիկացի ընկեր վերլուծաբանը Վաշինգտոնից։ Ամերիկացիները բաց մեզ ասում են զարթնեք։ Որովհետև ասենք նրանք այտենց զեկյատներ չեն կարդում, էլի նրանք ամեն օրվա քաղաքական միջազգային իրավիճակ են վերլուծում եւ լուրջ են վերաբերվում այս ամեն ինչին, այսինքն մենք էլ պիտի հասկանանք, չէ՞, թե լրջության աստիճանը գոնե այն հարցերում, որը որ վերաբերում է մեր ֆիզիկական գոյությանն ու անվտանգությանը։ Իսկ մեր երկիրը այսօր պաշտպանվածության ոչ մի բաղադրիչ չունի։ Ոչ դիմակայուն բանակ ունի, ոչ վերահսկվող սահմաններ ունի, ոչ միջազգային գործընկեր ունի։ Մենք միակ ռազմաքաղաքական կազմակերպությունը, որ Հայաստանը դրան անդամակցել է, եղել է ՀԱՊԿ-ը։ Դրանից է դուրս ենք եկել։ Ու այսինքն ներքին ուժը բանակի ջլատված է, բանակը դիմակայունություն չունի։ Բանակի հենց այս ընթացքում բանակի թիվը կրճատում են, զինվորական ծառայության ժամկետը կրճատում են, բանակի ֆինանսավորումը կրճատում են։ Այսօր ես կարդում եմ, որ այս ընտրություններից առաջ որպես ընտրակաշառք է թոշակներ բարձրացնելու ժամանակար որոշումներ բանակից վերցված միջոցների վերաբաշխման հետևանքով է։ Բանակից փողը վերցնում են, տալիս են այդ նպատակին։ Այսինքն մենք որոշել ենք, որ մեզ բանակ պետք չի, մեզ անվտանգություն պետք չի։ Բոլորը մենք ապրում ենք խաղաղության պայմաններում, քանի որ մենք խաղաղության պայմաններում ենք ապրում։ Հա։ Մեզ բանակումը պետք է լինի ում հետ կռվելու համար Ադրբեջանի, եւ քանի որ մենք արդեն Ադրբեջանի հետ խաղաղություն ենք, մեզ պետք չի, մեզ պետք են ուղղակի զինվորական համազգեստով մարդիկ, գեներալներ, գնդապետներ, որոնք որ Սուրեն Պապիկյանի դիմաց վարժություններ են կատարում, տուրնիկից են կախում, վազում են 100 մետր, որի հետևանքով արդյունքում իրաց աշխատավարձը 400,000 դրամով ավելանում է։ Իսկ կլինի Էդգար ջան, մենք դիմենք պարոն Զելենսկուն, մենք դիմենք օրինակ Իսրայելի ղեկավարին, որը իդեպ ճանաչվել է ռազմական հանցագործ քրեական միջազգային քրեական դատարանի կողմից։ Իրան համոզենք, պարոն Նետանյահու, դուք ինչու եք բանակ պահում։ Դուք չեք հասկանում, որ պետք չի բանակ։ Դուք ուղղակի կարող եք խաղաղությունով ապրել։ Բանակ ձեզ պետք չի։ Զելենսկուն ասենք, ձեզ էլ բանակ պետք չի։ Օրինակ բանանի, եթե Նիկոլ Փաշինյանի մտածմունքով է, այդ բոլոր տարածքները, որոնք Ռուսաստանը համարել է արդեն ֆեդերացիայի մաս, հանձնի, Ռուսաստանից նավթ եւ ցորեն ներմուծի, եւ խաղաղություն հաստատեն եւ ապրեն խաղաղ։ Ուղղակի խաբար չեն, որ մենք գտել ենք ձևը խաղաղության։ Ուղղակի կազմալուծեք ամեն ինչ, հանձնվեք ու ամեն ինչ լավ կլինի։ Այո, հանձնում եք եւ օրինակ հիմա շատ հրաշալի խաղաղություն է իդեպ այս իշխանությունների արդյունքն է Ստեփանակերտում։ Այո, Մարտակերտում։ Այո։ Ամբողջ Արցախում հիմա խաղաղությունը, օրինակ իրանք հիմա էլ են, չէ՞, ասում եմ, արդեն 1.5 տարի է, թե 2 տարի է դառնում, սահմաններին զինվոր չի զոհվել։ Եթե սահմանի զինվոր չկա, ո՞նց դիզովի։ Օրինակ Արցախում է ոչ մի մարդ, ոչ մի զոհ Արցախում 23 թվականի հոկտեմբերից չկա։ Ավելին, այնտեղ հիմա ներդրումներ են կատարվում։ Ֆիզուլի օդանավակայանն է կառուցվել, Լաչինի օդանավակայանն է կառուցվել, Զանգելանի, զարգանում է, ենթա ճանապարհներ են հիմա Ադրբեջան, ներդրումներ են արվում Արցախում։ Բայց
Քեզ երկու հարց Էդգար ջան։ Առաջինը, այդ ներդրումներ, որ ասեցիր, Իրանում ներդրումներ չկային, երևի դրա համար պատերազմ եղավ։ Օրինակ Ռուսաստանը ներդրումներ չուներ Բուշերում, որը հիմա էվակուացնում է իդեպ, որտեղ հարձակումներ կան, արդեն Աստված չտա ատոմակայան են խփեն։ Այնտեղից հանում են իրենց մարդկանց, այնտեղ երևի ներդրումներ չունեն։ Չինաստանը Իրանում չէր կառուցել այդ իրանց մի գոտի, մի ճանապարհ, ինչ որ տենց պրոյեկտներ ունեին, չէ՞ Իրանում։ Հիշում ես էքսպորտային։ Եվ Իրանից ստանում են հսկայական ծավալով նավթ։ 20% Չինաստանի, թե 30% Իրանից էր։ Այդ ներդրումները Իրանին պաշտպանեցին, որ ասում են ձեզ ներդրումները կպաշտպանեն։ Իրանին պաշտպանեցին։ Եվրոպայի եւ Ռուսաստանի այդ փոխկապվածությունը, որը հիմա տեսար ինչ եղավ, պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գործարաններից, գազից, վառելիքի գինը 2 անգամ բարձրացել է։ Այդ ներդրումները պաշտպանեցին Ուկրաինային պատերազմից, որ ասում են ձեզ ներդրումներով կպաշտպանենք։ Օրինակ ըստ Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-ականների շատ սխալ են վարվում նաեւ եվրոպացիները։ Նրանք փաստորեն Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապեր զարգացնելու փոխարեն պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ Այո։ Որտեղ մեր իշխանությունները ասում են, ինչքան որ մենք շատ տնտեսապես համագործակցենք Ադրբեջանի հետ, իրանցից նավթ առնենք, իրանց տարածքով բան գալը, մենք ինչ որ բան արտահանենք, ինչքան առևտրատնտեսական կապերը զարգանան, այնքան խաղաղության երաշխիքները մեծ կլինեն։ Բարձրացման եվրոպացիները անմիտ են։ Չեն հասկանում, որ եթե Ռուսաստանի հետ որպեսզի խաղաղություն հաստատեն, պիտի առևտրատնտեսական կապեր զարգացնեն։ Իրականում ճիշտ հակառակը։ Պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ։ Nord Stream են պայթացնում, այդ Nord Stream-ը հիշում ես որ պայթացրեցին։ Ու այդ կապերը փոխկապվածությունը կար, իսկապես կար, բայց չկարողացավ կանգնեցնել պատերազմը։ Սրանց բան են, իրանց արևմուտքից ինչ որ բառեր են տալիս, սրանց սովորացնում են։ Եվ հետո մի երկրորդ հարցս, որ Ուկրաինային, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան դոշ են տալիս Ուկրաինայի համար, ասում են անպայման պետքա լինի անվտանգության երաշխիք։ Միացյալ Նահանգները պետքա տա անվտանգության երաշխիք Ուկրաինային։ Մեզ ինչու չեն տալիս։ Մեզ օրինակ մեզ համոզում են, որ դες անվտանգության երաշխիք պետք չի, դուք ուղակի խաղաղությունով ապրեք, հավատացեք, որ բանկ աշխարհում կա արդարություն, խաղաղություն։ Իսկ Ուկրաինային չեն ասում։ Ուկրաինային ասում են՝ «Մինչև վերջ կկռվեք, մենք ձեր կողքը կանգնած ենք ու մենք երաշխավորում ենք ձեր անվտանգությունը»։ Մեզ եկա Ֆրանսիան երաշխավորելու մեր անվտանգությունը, Ամերիկան, ՆԱՏՕ-ն երբ են երաշխավորելու մեր անվտանգությունը։ Իրանք ասում են, որ մեր անվտանգության հիմքը TRIP-ն է, այդ համաձայնագիրը, որը որ Արադ Միրզոյանը երբ որ վերջերս ուրեմն պետքարտուղարի հետ դրա բացված տարբերակը ստորագրեց, թե ինչպես պետքա դա իրականացվի, չէ՞։ Դա գրած է, որ այդ համաձայնագիրը վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագիր է, այսինքն դա չպիտի վավերացվի ոչ պարլամենտում, Միացյալ Նահանգներում, ոչ Հայաստանի կողմից։ Եվ հետևաբար որևէ պետություն, այդ թվում Միացյալ Նահանգները դրա համար որևէ պարտավորություններ չի ստանձնում։ Այսինքն նա դա բացեիբաց ասում է բաց տեքստով, որ ոչ մի պարտավորություն չկա։ Այդ համաձայնագրի մեջ գրած է։ Բա դրա իմաստը ի՞նչ է։ Աշխատանքային վավերացման ոչ ենթակա միջազգային, այսինքն միջազգային պայմանագրերը մեր սահմանադրությամբ երկու խմբի են բաժանվում։ Վավերացման ենթակա եւ ոչ ենթակա։ Վավերացման ենթակա պայմանագրերը դառնում են պետության պարտավորություն։ Պետությունը պարտավորություն ասում։ Այո։ Իսկ վավերացման ոչ ենթակա պայմանագրերը պետությունը պարտավորություններ չունի։ Իրականացնում է այնքանով, ինչքանով որ տվյալ պահին նպատակահարմար է գտնում։ TRIP-ի պայմանագրի մեջ գրած է, որ այդ պայմանագիրը վավերացում չի նախատեսում, հետևաբար ոչ Հայաստանի կառավարությունը, պետությունը, ոչ Միացյալ Նահանգների դրա համար պատասխանատվություն չի, այսինքն վաղը եթե ոչ թե ադմինիստրացիան փոխվի, այլ նույն ադմինիստրացիան ասի, որ մեզ համար մենք այս պահին նպատակահարմար չենք գտնում դրա իրագործումը։ Ոչ միտեղ պարտավորություններ չկա, որ դա պետք է իրականանա, կարա վաղը դա չլինի։ Ուրեմն հարց, շատ կարևոր հարց Էդգար ջան, ասենք սկսվեց այդ շինարարությունը, Մեղրիով կես կիլոմետր լայնությամբ անցնում են արդեն ադրբեջանական մեքենաները, թուրքական մեքենաները, երկաթուղի են կառուցում, եւ հետո դրանից հետո գալիս է մի նոր
նախագահ Միացյալ Նահանգներում, որը ասում է ես չգիտեմ Տրամպը ինչ է ստորագրել, Տրամպը շատ բան է ձեզ խոստացել, Տրամպի հետ ես գործ չունեմ, նա ինչպես վերջերս ասեց մի կոնգրեսմեն ամենակոռումպացված նախագահն էր Միացյալ Նահանգների պատմության մեջ, ես իր ստորագրածի հետ գործ չունեմ, այս դարավ Սևրի պայմանագիր, մեր սիրելի դաշնակիցները էլի 120 տարի սպասելու են, որ Սևրի պայմանագիրը ինչ որ մեկը լուրջ ընդունի, դրանից հետո պարզվում է, որ այդ 74%-ը հիմա ամերիկացիների ձեռքը չի, այլ թուրք, ադրբեջանական, իսրայելական ընկերությունների ձեռքում է, որոնք արդեն տեր են դարել այս տարածքի։ Հիմա ես ու դու գնում ենք մեղրի, ասում ենք ներողություն, բայց սա մեր տարածքներ, մեր ինքնիշխանությունը դուք 75 անգամ երաշխավորել եք այս թղթի վրա։ Ու մեր դեմը այդ ֆուրերը անցնում են։ Ու մենք խնդրում ենք, որ մեզ թողնեն, մենք գնանք Իրան։ Մեզ ինչ կպատասխանեն, Էդգար ջան։ Ոչ, հիմա դա հնարավոր չի։ Իսկ երբ կլինի դա։ Սպասեք։ Ու դա արդեն ձերը չի։ Հա, ժամանակը ձերը չէ։ Հիմա նայեք, օրինակ շատ հեռու չգնանք։ Ալիևը հիմա ինչ է ասում։ Ասում է, այդ որ ասում եք խաղաղության խաչմերուկ, դա Բայդենի ժամանակ ա եղել։ Ասեք դա Բայդենից ուզեք։ Նա տես բան ասում է։ Ասել ես վերջերս, որ ասում են խաղաղության խաչմերուկ, դե խաղաղության խաչմերուկ ինչ էր ենթադրում, որ նաև Ադրբեջանը պիտի սահման բացի Հայաստանի հետ, չէ՞։ Թուրքիան պիտի սահման բացի, նա էլ ասում է, այդ խաղաղության խաչմերուկը դա Բայդենի ժամանակվա խոսույթ էր։ Գնացեք դա Բայդենից ուզեք։ Հիմա կա թրիփ, կա Դոնալդ Թրամփ եւ կա թրիփ։ Իսկ թրիփից հետո ումից ուզենք։ Թրիփից հետո քանի որ Դոնալդ Թրամփը չի լինելու, հա։ Նա ասել է, քանի որ դա Թրամփի ժամանակ էր, իսկ Թրամփի պաշտոնավարմանը, եթե այդ իմպիչմենտն է չլինի, 3 տարի հետո ավարտվում է եւ ինքը վերընտրվելու իրավունք չունի։ 3 տարի հետո քանի որ այո, չէ, իրավունք չունի։ Երկրորդ ժամկետը։ Հիմա ասում է, քանի որ դա Թրամփի ժամանակ էր եւ կոչվում է Թրամփի անունով։ Գնացեք դա Թրամփից ուզեք։ Բա ճանապարհը, բա երկաթուղին ինչ են անելու։ Այդ ճանապարհը որ կա բետոնը ինչ են անելու։ Հանելու են դուս, ասելու են դուս մնալու է եւ օգտվելու են որպես ադրբեջանական տարածք։ Թրիփը դա մեղրին Ադրբեջանին հանձնելու պաշտոնական ձևակերպումն է։ Բա որ ես կներես դրա մասին ասել էի օգոստոսին անցյալ տարվան։ Այդ իրանց այդ լակոտների թիմը որ ցեպից բաց թողեցին, բա ինչու է, որովհետև հիմա բոլորը տեսնում են, չէ, որ սա ուղակի մեղրին հանձնել էր։ Բայց ինչու դենց ռեակցիա տվեցին, տես ջղայնացան, չիմացար բարկանալը իրանց, ինչի համար էր։ Արտուր ջան, այդ թրիփի 74-26 հարաբերակցության մեջ դա ՍՊ է։ Եվ ոչ թե նա հնարավոր է, այլ գրած է այդ տեքստի մեջ։ Այո։ Կողմերը կարող են իրենց բաժնեմասը վաճառել կամ նվիրաբերել երրորդ կողմին։ Բարև ձեզ։ Այո։ Միացյալ Նահանգները կառուցելուց մի տարի հետո իրավունք ունի այս 74%-ը ենթադրենք վաճառի Ադրբեջանին կամ Թուրքիային։ Բայց ուսում է ինչու են ինձ մեղադրում։ Գրած է։ Բայց ինչու են հարձակվում ին վրա ուրիշների վրա, որ մենք ասում ենք, բացի բաց ասում ենք, սա անգնելու է թուրքերի ձեռը։ Մեր վրա հարձակվում են։ Բախելով ես, ուզում ես մնաս անպատիժ։ Դե պարզ է։ Էդգար ջան։ Հա, ասա։ Իրանք ասում են, ինչի եք հասկանում։ Ինչի եք հասկանում ինչա կա, ովքեր որ հասկանում են, ովքեր դա այդ իրատեսությունը գնահատում են, դրանց պետքա ոչնչացնեն։ Որտեղ պիտի մնան մենակ նրանց, ում որ իրանք կարող են համոզել, որ իրանք խաղաղություն են բերել, պատերազմ բերողները, հիմա բերել են խաղաղություն։ Պիտի մնան մենակ նրանց, ում որ իրանք կարան համոզեն, որ հիմա ամեն ինչը շատ լավ է, խաղաղ է։ Էդգար ջան, ես ու դու որ բացենք լահամաջոանոց Երևանում, չնայած շատ կան, երևի կասեն մեր գործին խփում եք, բան չտես բան չանեք, դե ասենք թե։ Բացենք լահամաջոանոց, ՍՊ լինի։ Դու 74%-ն ես դրա, տերը։ Ես 26։
Ես վաղը ասում եմ կամ դու վաղը ասում ես Արտու ջան, գիտես, լամաջո այդքան էլ չեմ ուզում, ես հիմա ուզում եմ ասենք խաշ անել, ստեղ կամ բան ոնց շաուրմա ծախեք, շաուրմանոց։ Ես քեզ կարամ ասեմ, չէ, եթե դու 74%-ն ես, ես 26-ը։ Չէ, դու ըստ ՍՊ-ի մեղավորենք ունենք ՍՊ-ի եւ բաժնետիրական ընկերությունը։ Քվեարկությունները ընկերությունը բոլոր որոշումները կայացնում է բաժնետերի ընդհանուր ժողովը, որտեղ ամեն բաժնեմաս քվեարկում է իր տոկոսին համապատասխան։ Այսինքն հարցը դրվում է քվեարկության, ես քվեարկում եմ 76%-ով, դու 20, 74%-ով դու 26։ Որոշումը ընդունվում անեց, ոնց որ ես եմ կայացնում։ Ընդ որում սա առաջիկա 50 տարին։ Մյուս 50 տարին քո բաժնեմասը միևնույն է 51%-ի չի ասում, իմը միշտ 100 տարի դեռ 51%-ն է։ Դրա հետ միասին այդ քո ասած սցենարի։ Նաև ես եմ գալի քեզ ասում եմ Արտուր ջան, ես քանի որ այդ լամաջոյի բիզնեսը չսիրեցի, դա ինձ դուր չեկավ։ Սխտորի հոտը, հա։ Այդ ընդհանուր այդ բիզնեսը որոշել եմ հյուրատան գործով զբաղվեմ։ Ես իմ բաժնեմասը վաճառում եմ։ Եվ գնում եմ իմ բիզնեսով, փողը վերցնեմ, գնամ ուրիշ բիզնեսով զբաղվեմ։ Դու կառնես իմ բաժնեմասը, դա արժի $1 միլիարդ, ես այդքան եմ գնահատում։ Դու ասում ես, չէ, ես լամաջոյանոցի համար $1 միլիարդ չեմ տա։ Դա ասում եմ, ես ճիշտ ասած մեկին գտել եմ իմ թուրք գործընկերոջը Ստամբուլից, ինքը պատրաստ է ինձ $1 միլիարդ։ Եթե դու չես առնում, դու չես կարող խանգարես, որ ես վաճառեմ։ Դու կարաս առաջինը դու առնես։ Այո։ Ուզած գնով։ Եվ ինքը կարա շատ հանգիստ իր 74%-ը վաճառի ընդհանրենք Սոկար նավթագազային ընկերությանը։ Եվ այդ որոշումները այսուհետ կայացնում է Սոկարը։ Եվ իմ կարծիքով մեծ հավանականությամբ դա հենց այդպես էլ կլինի։ Ես էլ եմ տենց կարծում, ու դրանից հետո ես ու դու, որ ուզենանք գնանք Իրանից ապրանք բերենք, մենք այդ սահմանը ոնց ենք անցնելու։ Մենք հասկանում ենք տունելի մեջ ենք, այդ պրոսպեկտի Պերեխոդի օրն ենք ընկնելու, հա, որ մտնելու են գետնի տակ, ինչ որ դուրս են գալու Իրանում, թե ընդհանրապես նրանք կարող են մեզ թույլ չտան, որ մենք գետնի տակով գնանք Իրան։ Չէ, այնտեղ գետնի տակով անցնելու հնարավորություն չկա, այնտեղ կա մենակ ավտոմոբիլային ճանապարհ, ընդ որում դա պարտադիր չի իրանք վաճառեն թուրքերին, թե ոչ։ Այդ նույն Trip-ի համաձայնագրի մեջ, որ Արադ Միրզյանը ստորագրել, ասում եմ Trip ընկերությունը այդ 74-26-ը իրավունք ունի ստեղծելու նաև դուստր ընկերություններ, ինքը պիտի ստեղծի, իրան ենթարկվող, որոնց թվում նաև հատուկ նշանակություն ունեցող կազմակերպություններ։ Հատուկ նշանակություն ունեցող կազմակերպությունները դրանք նաև պահնորդական կազմակերպություններ են, ովքեր սրա անվտանգությունը պիտի ապահովեն։ Միացյալ Նահանգներում այդ պրակտիկան ընդեղից է ձևավորվել, կան պահնորդական կազմակերպություններ, որոնք սովորական, ասենք, խանութից առած զենքերով չեն պահնորդություն իրականացնում, խանութների բանը։ Դրանք մարտական զենքերով, այսինքն իրանք բանակի ֆունկցիա են կատարում։ Ռուսաստանն ունի, դա կոչվում է Վագներ։ Այո, այնտեղ էլ Blackwater կա, որ Իրաքում հսկայական դեր էր կատարել։ Այդ մասնավոր ռազմական ընկերություն Blackwater։ Ստեղծի մի հատ հատուկ նշանակության կազմակերպություն, եւ այդ քո ասած Blackwater-ին ներգրավի որպես այդ պահնորդություն իրականացնող տանկերով, վերտալյոտով, մարտական զենքերով։ Այո։ Այս Blackwater-ը պիտի ունենա մեղրի մասնաճյուղ, որը պիտի իրականացնի այդ տարածքում անվտանգությունը, չէ՞։ Այդ մեղրի մասնաճյուղի տնօրենը լրիվ այդ ամերիկացի գնդապետ նախկին, որի այդ մասնավոր ընկերությունում աշխատում է։ Հետո կպարզվի, որ իր անունը Բիզիմդիր է։ Չէ, հենց իր անունը բան է, Ջեյք է։ Հա։ Ինքը այդ օր առավոտյան, որ իր իմեյլները բացում է, տենում է Blackwater-ի ամերիկյան գրասենյակից իմեյլ է ստացել։ Ամսի 1-ին ժամը 18:00-ից ձեր պահպանության գոտում չթույլատրեք մտնի իրանական որևէ մեքենա, իրանական։ Այդ հաստատ, այդ կա ու կա, հաստատ, այդ հաստատ։ Ինքը ինչ է անելու։ Չի թող։ Պիտի կատարի, չէ՞, դեցեկա ծրամանը։ Իհարկե։ Ռացիան վերցնելու է, պահպանությունը այդ սահմանի կանգնած, ասի պարսկական համարներով մեքենաները թույլ չտակ ժամը 18:00-ից մտնեն մեր պահպանության տակ, իսկ իրաց պահպանության տարածքը 1.5 կիլոմետրն է Իրանի հետ սահմանին։
Իրանական մեքենան որ գալիս է, ամերիկացի զինվորական ավտոմատով, նրան ասում են դու ստե մի մտնի, ինքը չի կարա մտնի, որտեղ որ մտնի կկրակի դրա վրա։ Всё. Հետ է գնալու դեպի Պարսկաստան։ Գնալի է այնտեղ իր տերմինալից, զանգի իրանց դիսպեչերին, տրանսպորտային ասի, ինձ ժամը 18:00-ին թույլ չտվեցին, որ ես մտնեմ Հայաստանի սահման։ Այդ ամերիկացի զինվոր ասաց, թույլ չեմ տալի։ Դիսպեչերն ասում է, օքեյ։ Զանգում է տնօրենին, ասում է, մեր մեքենան տրանսպորտային կազմակերպություն է։ Չի կարացել բեռը տանի, որովհետև Հայաստանում դա չեն թողել։ Տնօրենը զանգելու է Իրանի տրանսպորտի մինիստրին, տրանսպորտի մինիստրը զանգելու է արտաքին գործերի մինիստրին, արտաքին գործերի մինիստրը զանգելու է Հայաստանի արտաքին գործերի մինիստրին, ասի գիտեք ինչ, դա իրանց պահպանում, մենք TRIP-ի համաձայնագիր ունենք ստորագրած։ Որտեղ այդ ֆունկցիան մենք պատվիրակել ենք իրանց, մենք չենք կարա իրանց ասենք բաց թողնել։ Այո, այո։ Ասում է բավել մեքենան։ Նո, ասում է մենք դες հələ կքննարկենք իրանց հետ կպատասխանենք։ Այդ պահին, Էդգար ջան, այդ պահին, այդ պերաշկի գինը ինչքանով է բարձանալու կամ մեր լամաջուի գինը, որ միսը, հացը, պանիրը եւ ուրիշ պրոդուկտները մթերքը էլ չմտնի։ Փաստորեն մենք կորցրեցինք մեր սահմանը Իրանի հետ։ Մենք դառանանք համարյա Ղարաբաղ։ Մենք ընկանք Ղարաբաղի օրը, Արցախի օրը։ Հիմա մենք արդեն չունենանք, չենք ունենալու սահման Իրանի հետ, մեր մթերքի գինը ինչ է լինելու։ Ասենք ժամանակավորապես Ադրբեջանից, Թուրքիայից ինչ որ բան կբերենք գցեն, որ մենք զբաղվենք։ Բա հետո ինչ է լինելու։ Հետո այդ Ադրբեջանը որոշի, որ դա չի տալի, մենք կմնանք ուղղակի ոչ թե պերաշկու գինը թանկել է, պերաշկի չի լինի։ Սով կսկսվի։ Ոնց որ կար Արցախում։ Այո։ Արցախում 23 թվին շրջափակում էր եւ սով էր։ Եվ այդ ժամանակ Ադրբեջանը Արցախին առաջարկում էր, որպեսզի տա իրանց ցորեն, ալյուր եւ բենզին։ Բայց արցախցիները հրաժարում էին դա ընդունել, որովհետեւ հասկանում են, որ դա Ադրբեջանը բարի կամքի դրսևորում չի անում, մարդասիրություն չի անում։ Դա անում է իրանց վրա ազդեցություն ունենալու համար։ Հայաստանում հիմա շրջափակման մեջ գտնվելով Ադրբեջանից ստանում են այդ նույն առաջարկվող նույն ցորենն ու բենզինը, բայց իրանց թվում է, որ դա ադրբեջանցիներն անում են, որպես իրանք բենզինի համար 80 դրամ քիչ վճարեն։ Ես քեզ հասկանում, որ դա Ադրբեջանն անում է իրանց ընդհանրապես ցորենից եւ բենզինից զրկելու նպատակով։ Որովհետեւ Ադրբեջանի մտադրություններն ու ծրագրերը Հայաստանի հանդեպ չի փոխվել։ Ամեն պետություն, այդ թվում Ադրբեջանը ունի արտաքին եւ անվտանգային ռազմավարություն, դոկտրին։ Հայաստանն էլ ունի, կոչվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարություն 2020 թվականի հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն է դա ստորագրել, որպես անվտանգության խորհրդի նախագահ։ Ոչ Հայաստանինն է փոխվել մինչև հիմա, ոչ Ադրբեջանինը։ Ադրբեջանի դոկտրինով Հայաստանը համարվում է թշնամական պետություն, մինչև հիմա։ Իսկ թշնամական պետությունը անվտանգային սպառնալիք հանդիսացող պետություններին, կազմակերպություններին, անհատներին, այդ պետությունները վերացնում են, ոչնչացնում են։ Իրանի հոգևոր առաջնորդին Միացյալ Նահանգները ոչնչացրել է, որովհետև համարել է իրանց համար անվտանգային սպառնալիք ներկայացնող գործիչ։ Հիմա Իրանին վերացնում են, որովհետև համարում են անվտանգության սպառնալիք ներկայացնող պետություն։ Ադրբեջանի ընկալումներում Հայաստանը անվտանգության սպառնալիք է ներկայացնում։ Եվ այդ մոտեցումը չի փոխվել։ Այսինքն իրանք ուզում են ոչնչացնել մեր պետությունը։ Որովհետև մինչև հիմա, մինչև 18 թիվը մեր պետությունը, մեր հասարակությունը դիմակայում էր այդ սպառնալիքին, հələ հակառակը իր հերթին խնդիրներ էր ստեղծում դրանց համար։ Հիմա իրանք որևէ խնդիր, որևէ արգելքի չեն հանդիպում։ Ընդամենը ձևակերպում են խնդիրներ Նիկոլ Փաշինյանի առաջ եւ նա լուծում է։ Օրինակ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի Թուրքիայի անվտանգային դոկտրինով համարվում է Թուրքիայի համար անվտանգային սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։
որովհետև ինքնաբավ է, համահայկական, ամբողջ աշխարհում տարածված է եւ հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման առաքելություն ունի այն մակարդակի, որ նահատակներին սրբադասել է։ Այսինքն որպես դրոշ դրել է բոլոր հայ քրիստոնյաների ճակատին, որ հայոց ցեղասպանության զոհերը ոչ միայն պետք է հիշվեն, այլ նրանք սրբեր են, մենք պիտի նրանց բարեխոսությանը դիմենք, որպեսզի նրանք Աստծո օրհնությունը մեզ փոխանցեն։ Բոլոր հայ քրիստոնյաները այսուհետ բոլոր ժամանակներում։ Հետևաբար այդ կազմակերպությանը որպես եկեղեցուն վերացնելով, իրանք վերացնելու են նաև այդ առաքելությունը, չէ՞։ Բայց հիմա ինչ որ կատարվում է մեր եկեղեցու դեմ, դա ինչ է կատարվում։ Դա է կատարում։ Իրանց պատվերով։ Եվ մի հարց էլ Էդգար ջան, եթե ինչպես շատ ճիշտ ասեց մեր գոլեգան Սաթիկ Սեյրանյանը, մեզ ասում են Ամերիկան մեզ կպաշտպանի իր ներկայությամբ եւ այլն։ Եթե Ամերիկայի փոխնախագահը ջնջում է ցեղասպանության մասին իր գրառումը, մի զանգով Թուրքիայից մի հատ զանգ է գալիս, նա ջնջում է ցեղասպանության մասին իր գրառումը։ Մեզ ո՞նց է պաշտպանելու այդ երկիրը, եթե Թուրքիային մի զանգով ամեն ինչ կատարում են Թուրքիայի ասածը։ Դու Եվրոպայում տարիներով աշխատել ես։ Եվրոպայում եթե դու փորձվես կես բառ ասես, կասկածի տակ դնես հոլոկոստը, քո հետ ինչ կլինի։ Հոլոկոստից բացի, կոնկրետ իմ ծառայության երկրում, Լեհաստանում կար մի պետական մարմին, կոչվում է հիշողության ազգային հիշողության հիմնադրամ չի, կառույցը դա, դատախազության ֆունկցիաներով է կոչվում։ Ինքը, այսինքն եթե որևէ մի գործիչ Լեհաստանի պատմական իրադարձությունների վերաբերյալ ունենում է հակադիր կարծիք, դա խոսքի ազատության բանից սահմաններից լրիվ դուրս է բերած։ Իր նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում։ Նույնիսկ հասել են մինչև արվեստի եւ գրականության ստեղծագործություններին։ Իսկ պատկերացնես, ասենք, ԱՄՆ փոխնախագահ գնա Auschwitz-Birkenau ճամբարի թանգարան եւ անմիջապես ջնջի իր գրառումը, որ ինքը այցելել է անդեր։ Իրանքը ոչնչացնեն, 5 րոպեից նա չկա։ Ես վստահ եմ, որ ինքը դες բան չի անի, հետեւաբար պետք չի մտածել, թե դրանից հետո իր հետ ինչ կլինի։ Այո, նա ուղղակի չի լինի, որպես անձ, նա չի լինի։ Դե լավ։ Էդգար ջան, իսկ անելիքներից ինչ ես կարծում։ Մեր ընդդիմության արչև հիմա ինչ խնդիրներ կարելի է առաջ բերել։ Ես չեմ կարծում, որ դե ընդդիմություն ասածը դա քաղաքագիտական իմաստով այն ինչ որ գտնվում է խորհրդարանում, որովհետև խորհրդարանից դուրս գտնվողները անկախ իրանց հայացքներից նրանք ընդդիմություն չեն, դրանք խորհրդարանից դուրս գտնվող իրանց գաղափարներով, ծրագրերով առաջնորդող քաղաքական ուժեր են։ Ընդդիմության կարգավիճակը ստանում են այն ուժերը, ովքեր հայտնվում են խորհրդարանում։ Խորհրդարանի հիմիկվա ընդդիմադիր դիրքավորված քաղաքական ուժերի գործունեությունից չի երևում, որ նրանք ընդդիմություն են։ Որովհետև նրանք դիմադրություն ըստեյության ցույց չեն տալիս իշխանություններին։ Հետևաբար իրանցից այլևս որևէ ակնկալիք ունենալ չի կարելի։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր որ հիմա պատգամավոր են, անկախ դրանից իրանք որ խմբակցության պատգամավորներ են, գոնե հաջորդ խորհրդարանում նրանցից ոչ մեկ ընդեղ չի լինելու։ Որովհետև ԿՊ-ն դա ճշտամական ուժ պետք է համարել, մյուսներն ոչ ֆունկցիոնալ։ Իսկ նրանք որևէ քաղաքական process ի վիճակի չեն ստեղծելու, գեներացնելու, կազմակերպելու, որը որևէ ձևով կփորձի գոնե դիմադրություն ցույց տալ այս իշխանությունների գործունեության։ Եվ այս իշխանությունները շատ կոմֆորտ են իրանց զգում այդ միջավայրում եւ իրանք դա ասում են։
Չէ, ասում են, սա մեր երազանքների ընդդիմությունն է։ Այս ընդդիմությունը մեզ համար Աստծո պարգև է։ Դե Իսկ ասում ինչքան եմ։ իրենք անհանգիստ են, որ հանկարծ այս ընդդիմությունը ուրիշով չփոխարինվի, որովհետև նրանց հետ իրանք այնպես կոմֆորտ վիճակի մեջ են։ Իսկ այս թատրոնը, որ ամեն անգամ մենք տեսնում ենք արդեն տարիներ, այդ հարց ու պատասխանը, հարցակվելը, պատասխան, ասենք հարցակումներ մի կողմից, մյուս կողմից, հարց պատասխան, ինչպես Տիկին Զորաբյանն է ասում, հերոսական հարցեր տալը։ Դրա իմաստը ես հասկանում եմ մի անգամ, 10 անգամ, 20 անգամ, բայց ոչ տարիներով։ Սրա իմաստը ի՞նչ է։ Ես դա չեմ պատկերացնում։ Միակ բանը, որ իմ կարծիքով հիմա պետք է ազգային ժողովում տեղի ունենար, դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացներ, դա իմպիչմենտներ, որը պետք է նախաձեռնեին, ընդ որում անեին մեծ նվիրումով, ակտիվությամբ, ամեն ջանքը պիտի ներդնեին դա անելու համար։ Եթե այդքան ջանքերից հետո հաջողության չունենային, ապա պետք է բոլորը հրաժարվեին իրենց մանդատներից, մյուս տեխնացուները չվերցնեին մանդատներ, Պարլամենտում պատգամավորների քանակը պակաս էր 101-ից, իսկ մեր սահմանադրությամբ ասում է ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից, այսինքն եթե պարլամենտում կա 69 պատգամավոր, ուրեմն դա այլևս պարլամենտ չի։ Իսկ եթե խորհրդարանական երկրում չկա պարլամենտ, ուրեմն չի կարող լինի նաև կառավարություն, որովհետև կառավարությունը այն մարմինն է, որը հաշվետու է պարլամենտին։ Այսինքն իրանք իրանց մանդատներից եթե գոնե հրաժարվեին եւ ըստ էության դա էր հանգեցնում կառավարության հրաժարականին, լեգիտիմության պակասին։ Բայց իրանք դա էլ չեն արել։ Իրանց հարցազրույցները ես որ հետևում եմ ընդդիմադիր պատգամավորների, շատ մեծ հպարտությամբ խոսում են այն բոլոր ձախողումների մասին, որոնք իրանք ունեցել են այս 5 տարիների ընթացքում։ Իրանք տապալել են դիմադրության շարժումը, իրանք տապալել են սրբազան պայքարը, Այդ ճիշտ է։ իրանք տապալել են իմպիչմենտի գործընթացը, ասում են, դեռ մենք ինչքան լավ ենք տապալում, հիմա բա չեք ուզում մեզ մի 5 տարով էլ ընտրեք, մի առաջիկա 5 տարիներն էլ տապալենք։ Այդ մի բանը ես իսկապես չեմ հասկանում, որովհետև ես էլ եմ վկա եղել եւ Ղարաբաղի հանձնման օրը, հայաթափման օրը բողոքի ակցիաները տապալեցին եւ սրբազանի շարժումը, ես էլ դու էլ այնտեղ կայինք։ Այո, շատ մեծ ձախողում էր, բոլորս գիտենք, որ սա վերջի շանսն է եւ էլի նույն մարդիկ եկան, էլի նույն խորհուրդները տվեցին, նույն մարդկանց ձեռքը ընկավ սա եւ էլի տապալվեց։ Հիմա որ երրորդ անգամ է պետք սա տապալել եւ սրա իմաստը ինչ է։ Անընդհատ sense տապալելով ինչի համար են նրանք հետ գալիս, որ 6-րդ անգամ տապալեն։ Ես կարծում եմ, որ նրանք մրցունակություն եւ իրանց ֆունկցիոնալ նշանակություն որպես այդպեսին չունեն։ Ես շատ ազատ եմ իրանց այդ քննադատության հարցում, որովհետեւ իմ գործունեությունը դրա հակադիրն է։ Ես օրինակ նայում եմ ամեն օր հետևում եմ պարլամենտի կայքին։ Հենց տենում եմ մի հատ խորհրդարանական լսումներ, ԿՊ-ն կազմակերպում, իրանց հանձնաժողովները կամ բան։ Զանգում եմ, գրանցում եմ, email եմ գրում։ Արտուր ինձ այնտեղ հասնում է ընդամենը 6, որովհետև ես падգամավոր չեմ, չէ՞։ Դրսից գնացած քաղաքացի։ 6 րոպե ժամանակ։ Երկու հատ հարց, ամեն մեկը 2 րոպե եւ ելույթ 2 րոպե, ելույթ։ Մի հատ նախադասություն որ ձևակերպում ես 2 րոպեն անցնում է։ Այդ 6 րոպեն խոսելու համար ես 6 ժամ գնում նստում եմ ընդ։ Բայց այդ 6 րոպեից նրանք շամպես վախենում են։ Ես դա տեսել եմ, էլի։ Ասում եմ, եթե 6 րոպեում կարելի է մթնոլորտ փոխել, դուք 34 падգամավորով 5 տարի չեք կարող փոխեք։ Չեն կարող։ Բայց եթե չեք կարող, ինչի համար եք ընդ։ Ես անկասած դրա բացատրություն ես բան չունեմ եւ Դե դրա համար էլ դարելա կոլխոզի ժողով կամ ազգային բեսեդկա։ Հույս ունենանք, որ ինչ-որ բան կփոխվի, հույս ունենանք, որ դիմադրությունը ընդդիմադիր ուժերը պարլամենտից դուրս, ազգային ժողովից դուրս կարողանան ինչ-որ բան փոխել, ռեալ ծրագրեր ներկայացնել։
Գոնե ինչ որ լավատեսություն ունենանք եւ հույս ունենանք, որ այս կոնֆլիկտը շուտով կավարտվի եւ Իրանը կդիմակայի։ Շնորհակալ եմ շատ Էդգար ջան, կարծում եմ հետաքրքիր է լսողների համար։ Շնորհակալ եմ քեզ։ Ես եմ շնորհակալ։